վերջերս մենք այս վերջին մի քանի ամիսը հատկապես Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարություններն են բոլորին այսպես ասած շոկի մեջ գցում, որովհետև կարծես ինքը չգրի իր տեքստերը, որովհետև դինը արտատպվում է, ես ինքս էլ եմ արտահայտվել այդ մասին, կարծես Քոչարյանի գրասեր եմ, որովհետև Քոչարյանը մամուլի ասուլիսի ժամանակ իր ասաց, որ Հայաստանն է պատերազմ հրահրել 44-օրյա պատերազմը նկատի ունեմ, որը որ չգիտեմ, որևէ հայ, որ կարող է նման արտահայտություն անել եւ ցուցմունք տալ Հայաստանի Հանրապետության դեմ, ասենք ոնց կարելի է նման բան ասել, որ ակնհայտ է պատերազմ, որտեղից է սկսվել, ինչ դիվանագիտություն ա եղել եւ այլն եւ դրա արդյունքում ինչ ենք հանգեցինք պատերազմին, բայց դրան ի պատասխան լսում ես Հայաստանի Հանրապետության նախկին նախագահ նման հայտարարություն է անում, դա ցուցմունք Հայաստանի Հանրապետության դեմ եւ նույնը կրկնում է Լևոն Տեր-Պետրոսյանը։ Բազմիցս առիթ եմ ունեցել նշելու, որ այս մարդկանց միակ նպատակը հիմա Լևոն Տեր-Պետրոսյանը այն փոքր երեխայի նման չեմ կարող բացատրեմ ոնց իրականությունը կորցրած նախանձի ֆոն, չգիտեմ ոնց որ ատելություն նախանձ, որ չի կարողացել ժամանակին ավելի մեծ հնարավորություն ունեցա խաղաղություն բերել երկրին, բայց չի կարողացել փախել եւ այլն եւ այլն։ Հիմա այդ ամբողջ մեղքը փոխարեն ինքը իր մեջ գտնի ու հասկանա ինչ ա արել ինքը ժամանակին, փորձել բարթել այս իշխանության վրա, կարծում եմ ամենակիչը արդարացիչ է։ Իսկ ինչ վերաբերվում է իր հայտարարություններին, ապշել կարելի է եւ երբ վերջում 80-ամյակ ինչ որ միջոցառում էր կազմակերպել լրագրողներից իրեն հարց են տալիս, նույնիսկ այդ ժամանակ եմ այդ adekvatության տարբերությունը զգում, ոնց որ ավելի ամրապնդվեց մտածմունքս, որ ինքը չի գրում իր ստատուսները, այլ իրեն տալիս են գուցե Լևոն Զորաբյանը, չգիտեմ, էդ էլ ինքը թող ասի, ամեն դեպքում այդ ստատուսները ապշեցնող են ու կապված են։ Ես էլի պետք է նշեմ, ինչքան էլ փորձեն դա հերքեն, ամեն ձևով արժանապատվից էլ էս վերջում Լևոն Զորաբյանը հայտարարեց, որ ինքը Քոչարյանի եւ Սերժի հետ չի աշխատում, բայց ես վստահ եմ, որ նույն Գյումրու սցենարով մանր իրենք փորձում են այսպես ընտրություններին ընթառաջ կազմել իրանց այդ ընտրական այդ կուսակցությունները մասնակցել եւ հաղթահարել շեմը, եթե հաջողվի իհարկե հաղթահարել, հետո վերամիավորվել, որովհետեւ ընդհանրապես իշխանափոխություն անեն։ Ես կուզենայի, որ երբ որ ընդդիմադիր որևէ կողմին հրավիրելու լինեք, անպայման հարցնեք ինչի համար է այդքան իշխանության զավթման ձեր պայքարը, փոխարեն այս 4 տարիների ընթացքում, երբ որ անցել եք խորհրդարան, կարողանայիք աշխատել այնպես, որպեսզի կարողանայիք ժողովրդի քվեն վաստակեիք, իսկ դուք չեք աշխատել։ Բառացի ես կարող եմ ասել, վաղն էլ մենք ունենք նախագիծ քննարկելու, հիմնականում ներկայացում ապահովելու համար են արվում նախագծերը։